Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ գալու համար։ Նստենք։ Պարոն Մարտիրոսյան, մենք իրար վաղուց ճանաչում ենք։ Ես բարձր եմ գնահատում ձեր անցած ճանապարհը, ձեր հարուստ փորձը դատական համակարգում, դատախազությունում, հատկապես զինվորական դատախազությունում, Պաշտպանության նախարարության համակարգում բավականին երկար աշխատել եք ռազմական ոստիկանությունում եւ շնորհակալ եմ, որ ցանկացաք իմ առաջարկը ընդունեցիք եւ մենք արդեն գործընկերներ ենք, շատ զգացված եմ եւ այսօրվանից մենք նոր պատասխանատվությամբ ավելի ուժեղ շարունակելու ենք այն աշխատանքը, որը ես արդեն երկար ժամանակ է կատարում եմ։ Մենք հիմնադրեցինք իրավունքի համահայկական կենտրոնը, ինչու համահայկական, որովհետև կարողացել եմ օգնել աշխարհում ապրող հայերին, Հայաստանից դուրս, մեր պետությունից դուրս ապրող հայերին եւ ունեմ իրենց սերը, վստահությունը, աջակցությունը, որոշում կայացրեցի համահայկական իրավունքի կենտրոն հիմնադրել եւ հասնել նրան, որ հայերը անկախ նրանից որտեղ կգտնվեն, կարողանան իրենց իրավունքների պաշտպանություն իրականացնել ու մենք էլ ունենանք մեր ներդրումը։ Մեր կազմակերպության թիվ 1 խնդիրը, որը նաև ես հռչակել եմ, որ պայքարելու ենք համաներման համար, թիվ 1 խնդիրը հայրենադարձություն ապահովելն է։ Մենք ուզում ենք, որպեսզի լայնածավալ հայրենադարձություն լինի։ Մենք ունենք 10,000-ից ավել երիտասարդներ, որոնք դրսում են ապրում, արտերկրում են ապրում եւ չեն կարողանում վերադառնալ, որտեղ ունեն զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ։ Իհարկե մենք ծառայությունից խուսափել նման բան չենք քարոզում, մենք չենք ասում, որ ծառայությունից խուսափելը լավ բան է, հանկարծ այդպես չմեկնաբանեն, բայց արկա է խնդիրը եւ կան տղաներ ծնվել են արտերկրում, կան տղաներ ծնվել եւ մանկահասակ տարիքում մեկնել են, ապրել են դրսում, իրենք բանակից չեն փախել, իրենց կյանքն է այդպես դասավորվել, իրենք դրսի բնակիչներ են, բայց ազգությամբ հայ են, մեր եղբայրներն են, եւ իրենք չեն գնացել չծառայելու համար։ Իրենք այն տարիքում չեն եղել, որ պետքա որոշեին ծառայեն թե չծառայեն։ Ընտանիքները գնացել են, իրենք էլ ընտանիքների հետ մանկահասակ երեխաներ են գնացել են, դրսում կրթություն են ստացել։ Հիմա իրենք չեն կարող վերադառնալ հայրենիք, տեսնել իրենց տատին, պապին, իրենց հայրենիքը, ներդրումներ անել, աշխատել, ընտանիքներ կազմել հայերի հետ։ Եվ սա մեծ ցավ է, մեծ խնդիր է։ Հիմա մեր առաջնահերթությունը լայնածավալ հայրենադարձություն ապահովելն է, հասնել համաներման։ Սա մեր կազմակերպության առաջնահերթություններից է։ Մենք կարողանում ենք օգնել քրեական հետապնդումները դադարեցնելու հարցում, որոնք զինվորական ծառայության հետ են կապված։ Մենք ունենք բազմաթիվ տղաներ, ովքեր այս վերջին տարիներին մեր օգնությամբ եկել են, իրենց խնդիրները կարգավորել են։ Օրենսդրությունը տալիս է հնարավորություն այդ հետապնդումները դադարեցնելու, դուք շատ լավ գիտեք, ծանոթ եք համակարգին, եւ մենք կարողանում ենք այն տղաներին, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ եւ այդ առողջական խնդիրներով պիտանի չէին ծառայության համար, իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ է հարուցված, չնայած նրան, որ իրենք եթե տեղում լինեին, Հայաստանում լինեին, միևնույն է չէին ծառայելու, որտեղ ունեն հիվանդություններ, առողջական խնդիրներ, կան տղաներ ունեն հաշմանդամություն, բայց իրենց նկատմամբ էլ քրեական հետապնդում է իրականացվում, մեղադրում են ծառայությունից խուսափելու մեջ, օրինակ ասենք դրսում ապրող հաշմանդամ տղային։ Նման դեպքերում մենք բնականաբար իրավաբանական, փաստաբանական աջակցություն ենք տալիս եւ այդ տղաները վերադառնում են առանց որևէ գումարային վճարումների, հետապնդումները քրեական դադարեցվում է, մենք շարունակելու ենք այս ուղղությունը պահել մեր գործունեության հիմնական առաքելությունը պետք է պահպանենք սա, այսինքն վերադարձ բոլոր այն տղաներին, ովքեր պիտանի չեն եղել ծառայության համար, տեղում չեն եղել, բժշկական զննություններ չեն անցել, հիմա կան հետապնդումներ եւ այդ տղաների վերադարձը ապահովելով մենք օգնելու ենք իրենց։
Հիմա Ռուսաստանում ստեղծված իրավիճակ կա եւ ընդհանրապես Եվրոպայում նույնպես, բայց Ռուսաստանում սրվել են մեր հայրենակիցները առանց փաստաթղթերի ապրում են այնտեղ, խնդիրներ կան եւ դեպորտների հարց կա Ռուսաստանից, շատ անպաշտպան են իրենց զգում եւ այս առումով մենք շատ ուշադրություն ենք դարձնելու նաեւ Ռուսաստանում բնակվող հայերի խնդիրներին։ Իրենց եւս օգնելու ենք։ Մենք ունենք հայրենակիցներ, որոնք չեն կարող վերադառնալ։ Վերադարձողներին օգնություն կտրամադրենք տեղում։ Նրանք, ովքեր չեն կարողանում վերադառնալ, Եվրոպայում են ապրում։ Իրենց բնակության երկրներում խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ կապված, անձնագրեր չունեն։ Իրենց շարունակելու ենք օգնել, այստեղից տրամադրել, ուղարկել փաստաթղթեր, որոնք կօգնեն, որպեսզի իրենց եվրոպական երկրներում իրենց տեղական փաստաթղթերը կարողանան ձեռք բերել, կարողանանք այնպես անել, որ իրենք դրսում զգան մեր աջակցությունը, մեր կազմակերպությունը կարողանա իրենց օգնել։ Դա շատ կարևոր է։ Այսինքն մենք ունենք քաղաքացիների մի խումբ, որը ցանկանում է գալ վերադառնալ Հայաստան, պետք է նրանց դիմավորել, աջակցել, ուղեկցել։ Ունենք խումբ, որը չի կարող վերադառնալ, պետք է իրենց օգնենք, աջակցենք, որպեսզի իրենց բնակության երկրներում իրենց խնդիրները, իրենց փաստաթղթերի թերի լինելը կարգավորվի եւ մեր իրավունքի համահայկական կենտրոնի առաքելությունը այս դրսում ապրող հայերին օգնելն է։ Մենք բացի պրակտիկ իրավաբանական գործունեությունից պետք է նաեւ կարողանանք մեր փորձը փոխանցել մեր քաղաքացիներին, տարածենք իրավապաշտպան գաղափարներ, աջակցենք իրավագիտակից հասարակության ձևավորմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը մենք պետք է աջակցենք եւ այդ նպատակով որոշում ենք կայացրել, հիմնադրել իրավունքի համահայկական ակադեմիան։ Դա էլ պարոն Մարտիրոսյան պետք է մեր գործունեության առաջնահերթություններում լինի, մենք հենց այսօրվանից պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այս տարի հիմնադրվի իրավունքի համահայկական ակադեմիան։ Ակադեմիայի նպատակը լինելու է նաև ոչ իրավաբաններին իրավաբանական գիտելիքներ փոխանցելը։ Մեր ակադեմիայում կսովորեն ինչպես կրթությամբ իրավաբաններ, այնպես էլ ոչ իրավաբաններ։ Նպատակը տարրական իրավական գիտելիքների փոխանցումն է մեր քաղաքացիներին։ Իրավական գրագիտություն պետք է ունենան մեր քաղաքացիները, մենք դրանում պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ հանուն ժողովրդավարական պետության կայացմանը նպաստելու։ Մենք նախկինում չենք կարողացել մեր հազարավոր քաղաքացիներին օգնել, ասել ենք, որ չենք զբաղվում, որովհետև այդքան ռեսուրս չենք ունեցել, բազմաթիվ դիմումներ կան կապված բանկերի հետ, մեր քաղաքացիները դժգոհում են, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գերծանրաբեռնված է, մենք պետք է օգնենք, լուծումներ կան, քաղաքացիները կարող են սնանկ ճանաչվել, մենք չենք զբաղվել, բայց հիմա պարտավոր ենք զբաղվել, որովհետև դիմումները, խնդրանքները շատ են եւ մեր քաղաքացիների այդ հատվածին անպաշտպան թողնել պետք չէ։ Մենք հրավիրելու ենք մասնագետ, պարոն Մարտիրոսյան, ձեր հսկողությամբ, մասնագետը թող աշխատի, ընդունի քաղաքացիներին, մենք մեր աջակցությունը նաև ցույց կտանք այդ հարցում եւս։ Մեր գործունեության հիմնական ուղղություններում նաև պետք է անդրադառնանք ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների խնդիրներին։ Բազմաթիվ անհանգստություններ կան, մտահոգություններ կան, որ անձինք ոչ հիմնավոր, ոչ օրինական դատական ակտերով պատիժ են կրում։ Նման խոսակցություններ շատ կան, բողոքներ շատ կան։ Մենք պետք է կարողանանք արդյունավետ գործունեություն ծավալել եւ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություններից մեր քաղաքացիները պետք է, դատապարտյալները պետք է արդյունավետ օգտվեն։ Հանրապետության նախագահի ներման ինստիտուտը գրեթե չի գործում։ Մենք հարցում էինք արել, Արդարադատության նախարարություն պարզվեց 1 տարվա ընթացքում հանրապետության նախագահը ընդամենը 1 դատապարտյալի է ներում շնորհել, ընդամենը 1։ Այս սահմանադրական իրավունքի իրացումը կարծում եմ պետք է ավելի հաճախ լինի։ Կարծում եմ, որ
Դրան կնպաստի նաև այն, որ մենք օգնենք, որ դատապարտյալները ճիշտ խնդրագրեր ներկայացնեն, դրան կցվի ճիշտ գրագետ միջնորդագրեր և կարողանանք նաև ազատազրկման ձևով պատիժ կրող մեր քաղաքացիներին օգնել։ Մեր նպատակը իրավունքի համահայկական կենտրոնը ազգային բրենդ դարձնելն է։ Մեր նպատակը այն է, որ մեր քաղաքացիները, ազգությամբ հայերը, անկախ նաև քաղաքացիությունից, անկախ իրենց գտնվելու վայրից, կարողանան ապավինել մեր օգնությանը։ Մեզ բարի երթ։ Շնորհակալ եմ վստահության համար, պարոն Սարգսյան։